Ողջույն բոլորին, ես Դավիթ Ռակորսն եմ եւ դուք դիտում եք առանց սահման հաղորդման հերթական թողարկումը։ Գիտեք մենք որտեղ ենք գտնվում, որովհետեւ այսօր անցկացվում է SMG ակումբի կողմից կազմակերպված դրիֆտի երկրորդ մրցույթը։ Հիշեցնեմ, Սերգեյ Սաֆարյանն էր անցած փուլին, առաջին փուլին, զբաղեցրել էր երկրորդ տեղը։ Հիմա իմ ետևում կանգնած է նրա մեքենան, բայց դեռ կվալիֆիկացիոն փուլը չի եղել, իսկ ես հիշեցնեմ քիչ առաջ ավարտվեց տրեյնինգի փուլը։ Դրանից հետո լինելու է կվալիֆիկացիոն փուլը, այսինքն բարձելու ենք հիմնական մրցույթի ժամանակ, որ մեքենան, որի հետ է կազմելու զույգ։ Շնորհակալություն Սերգեյին միտք տալու համար, իմիջայլոց։ Ինչպես է կազմվում կվալիֆիկացիոն այդ սանդղակը։ Մեքենաները վարում են, որոնց ժամանակ հաշվվում է OGG-ն, այսինքն որքան արագ անցավ մասնակիցը եւ որքան ճիշտ։ Տրվում են միավորներ եւ ըստ դրա կազմվում է սանդղակ։ Սանդղակի առաջի ու վերջի մասնակիցները զույգ են կազմում իրար հետ, երկրորդ ու նախավերջի մասնակիցները իրար հետ ու այդպես մինչեւ գալի միանում է։ Գնանք, տեսնենք կվալիֆիկացիոն փուլը երբ կսկսի, կվալիֆիկացիոն փուլից հետո լինելու է հիմնական մրցույթը ու հիմնական դրայվը լինելու է այդտեղ, այս է ձեն է, այժմ կզրուցենք այսօրվա մասնակից, թե եկել եք թիմին աջակցելու։ Եկել եմ խրախուսելու։ Եկել եք խրախուսելու, Նարեկ, ազգանունը ձեր։ Սողոմոնյան։ Նարեկ Սողոմոնյանի հետ, Նարեկ ջան, ձեր տպավորությունները։ Տպավորությունները շատ լավ, սպասում ենք, որ շատ լավ է լինելու։ Մասնակիցները պատրաստվում են, հեսա կսկսեն արդեն կվալիֆիկացիոն ելույթները։ Ձերը որ մեքենան է։ Իմ ախոր իմը ընդեղ է։ Եթե իմիջայլոց, եթե ուզում եք Նարեկի մեքենան տեսնել, ապա դիտում եք օֆրոուդը, բայց լավ։ Դա մյուս դասին։ Դա մյուս դասին։ Եղբորս մեքենան է, այսօր ինքն է։ Շահենի մեքենան է, ինչ կասեք, ինչ տվյալներ ունի։ Տվյալները դե Սենց կանգնեմ 5 լիտր է Mercedes-ի, պետք է որ ստացվի էլի։ Mercedes-ի 5 լիտր։ Ամեն ինչ ստացվում է, մեքենան պատրաստ է, ինքը պատրաստ է։ Տեսնենք ոնց կգնա։ Պարապմունքները ինչ որ խնդիր եղել է։ Չէ, բացարձակ։ Ամեն ինչ բայվոյ նաստրայինին կա, ամեն ինչը լավ է։ Իսկ այսօր որտեղն եք մտածում որ կգրավ։ Առաջի, տապակարս տվի։ Շնորհակալություն, Արի եւ կա մնացածը։ Կա չարժի մասնակցել, եթե չես գրավելու առաջի տեղը։ Խմում ենք։ Այդ յարլիկը յարլիկը ժողը գցում գիտես։ Միջայլոց բայց յարլիկը օգտակար է։ Ինքը վառատնիկի ռակ է բուժում։ Մարսողության համար լավ է։ Խմել եք արծը։ Հիմա կզրուցենք։ Մի րոպե։ Ոնց որ միշտ իդեալական, հիշեցնեմ, որ այժմ մենք զրուցում ենք։ Ու մարտավար վեշտի բանալում ջոկի ամպոչ կտալի պես։ Լևոնն էլ դու կամ միանգամ հիշեցնեմ, որ անցած մրցույթին, անցած դրիֆտին Հարութը գրավել էր երրորդ տեղը։ Հարութ ջան, շնորհավորում եմ ևս մեկ անգամ։ Այս անցած անգամ ինչն էր պատճառը, որ ոչ առաջի։ Դե սաղ պատճառը մեկը ես եմ ավտոն մի խնդիր տվեց, որը որ մենք ենք էլի բաց թողում արել։ Այդ խնդիրը այս պահին լուծված է ոնց Այս պահին հա, ոնց որ լուծված է, փորձեցինք, քշեցինք, այս պահին խնդիր չկա։ Մնացածն էլ արդեն տենանք էլի, այնց գոնկեն կանխատեսելի բան է էլի, ամեն ինչ կարա լինի։ Անցած անգամ ես տեսա, որ մի ամիտ տենց հարվածել ենք էլի։ Դա ինչ որ ձև ազդեց ընթացքի վրա։ Հա, բա ոնց բնականաբար համ առաջին այդ իմ ավտոյի խնդրի պատճառով դուս եկա, այսինքն դուս թռա այդ պոլուֆինալից, ընկա երրորդի 4 տեղի պայքարի համար, երկրորդը բնականաբար լիքը վնասներ ա եղել համ իմ, համ Լևոնի ավտոյի վրա, բայց վերացրել ենք։ Հարվածից։ Հա, բայց վերացրել։ Ինչ եմ հարցում, որովհետև կողքից երբ որ նայում ենք, հարվածը տենց թեթև եղավ, ավելի ոնց որ ընթացքային երկուստ էլ նույն ուղղությամբ գնալուց լինեք, բայց փաստացի ինքը իրականում չէ, բավականին լավ։ Այսօր բոլոր խնդիրները լուծված են։ Հա, այս պահին խնդիր չունենք։
Տրենիրովկի մասը ոնց անցակ։ Լավ է, սա լավ է։ Բդժգոհություններ չկա։ Ամենացածը տենանք արդեն տրասին։ Այսինքն կարող են ինչ-որ բա ես գամ ասեմ, Արջան շնորհավոր, առաջի տեղը տժժցրիր։ Կարևորը հաճույք ստանանք։ Այդ առաջի, երկրորդ, երրորդ անկեղծ պրինցիպիալ չի։ Դե գալիս ենք սաղս հաճույք ստանանք, էլի։ Օ իմիջալ եթե դուք չեք գալիս, չեք, եթե այս ամեն ինչին։ Այստեղ մրցույթը, բայց կա մի հատ մեծ ընկերություն, որտեղ վարորդները, շտուրմանները, այս մարդիկ ովքեր աջակցում են, ասես մեծ ընտանիքի թիմի պես իրականում բոլորի համար են սրտացավ ու անցած անգամ էլ նենց եղավ մեքենաներից մեկը փչացավ ու կողքի թիմերը եկել ով ինչով կարողանում օգնում էին։ Հարութը հանդիսանում է TTH Performance-ի հիմնադիրը, ով մեր գործընկերն է, առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ու եթե հիմա քանից է ուժասա։ Մոտ մի 500, 450-ից 500։ 450-ից 500, բայց մի հատ փաստ, իրական հարութը որ ուզեր, ինքը կլներ 1000 կամ ավելի ձյաուժ, բայց սա նախատեսված է դրիֆտի համար։ Այս մեքենան իր ամբողջ, այսպես ասած, ընթացային հատվածը ադապտացված է դրիֆտի համար ու չնչացնես։ Ու եթե ուզում եք որ ձեր մեքենան լինի ճիշտ տյունինգով, դիմում եք TTH Performance-ին, որպեսզի այդ ամեն ինչը արվի գերագետ ու ձեր մեքենան շուտ շարքից դուրս չգա։ Այդ մի աննշանակ, եթե չեք նայ հաղորդումը շատ իզուր։ Մտե 1000 ձեուշ, 1005, 2 4-ի։ Բաժանորդագրվում ենք մեզ Facebook-ում, YouTube-ում եւ Instagram-ում, առանց սահման։ Դե ինչ, նայենք։ Նայենք։ Անցած փուլին, առաջի փուլին stage 1-ին մեքենաներից մեկը շարքից դուրս եկավ ու այնպես ստացվեց 7 մեքենա էր, դա մի քիչ բարձրություն բերեց, բայց հուսանք այսօր կմնան ուտնել ու կմրցեն, մեքենաները որոշեցին տաքացնել։ Գնանք հետևենք։ Առաջին կվալիֆիկացիոն ընթացքը սկսվում է Սերգեյ Սաֆարյանը։ Սերգեյ, ինչպես եք տրամադրված։ Հաղթական, պարտադիր։ Խնդիրներ տվել է փորձնական ընթացքում մեքենան։ Всё։ Առաջինը փորձնական։ Ուրեմն ինչ անշակում առաջինը փորձնական։ Յուրաքանչյուր մեքենա 3 անգամ զայեստ է անելու, առաջինը փորձնական, առաջին միավորները որպես այդպեսին չեն հաշվվելու, երկրորդ երկու զայեզները ամենալավ միավորը կհամարվի հիմնական միավոր։ Մեր երկրորդ մասնակիցն էլ է արդեն պատրաստ։ Հրաչ Մարտիրոսյան, բարև ձեզ։ Ոնց եք տրամադրված։ Մարտական։ Մեքենան ինչ-որ խնդիր ունեցել է։ Տժացրեք։ Քանի մեքենաներ պատրաստում են, զրուցենք SMG ակումբի համահիմնադիր։ Չէ։ Կարեն ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շնորհակալություն, դուք ոնց եք։ Ինչպես է կազմակերպվածությունը այս անգամ։ Ինչ հեշտ ու դժվար կողմեր են եղել։ Միշտ էլ դժվար ա եղել, իսկ ինչպես կազմակերպված։ Չէ, Ավելի ճիշտ կասեք դուք։ Չէ, մեզ համար շատ լավ է կազմակերպված, նկատում կազմակերպչական աշխատանքը առաջի անցած տարվա համեմատ այս տարի ավելի հեշտ էր, դժվար էր, ինչ կար որ ուրիշ էր։ Դե այնքանով է այս տարի հեշտ, որ անցած տարի նոր էինք, իսկ այս տարի արդեն մի քիչ փորձ ունենք, այդքանով արդեն հեշտացել է մի քիչ մեր համար, բայց մեկը աշխատանքները միշտ կա ու շատ են միշտ։ Անցած տարի ոնց որ էլի այսքան մասնակից կար, ճիշտ եմ հիշում։ Անցած տարի ավելի շատ էին մասնակիցները, հիմա տեխնիկական պատճառներով մեքենաների հետ կապված մի քանի հոգի ոնց որ բացակայում են։ Բացակայում է, բայց ճիշտ եմ հասկանում, որ մեքենաները ոնց որ նախորդ տարվա համեմատ ավելի լավ զինված են, ավելի լավ պատրաստված են։ Հա, ոնց ես էլ ոնց հասկանում եմ, ճիշտ ասած չգիտեմ։ Ճիշտ ասած տենց կոնկրետ չգիտեմ, բայց ինձ թվում է հա։ Եղի եմ ասում, որտեվ անցած տարվա համեմատ տենց ոնց որ շուտ փչանալ ասած չլինի, բայց խոտանները համեմատաբար ոնց որ ավելի շատ էին լինում։ Ինձ թվում է այս տարի քանակը իջել է, որակը բարձրացել է, ինչ եք կարծում։ Դե գնալով տղաներն էլ են զարգանում, մեքենաներն էլ են զարգացնում։ Երևի այդ պատճառով լավացել է։ Այսպիսի նյարդային իրավիճակ է, դա նորմալ է, երբ որ վարորդը գիտի լավ է քշել, կողքից ասում են, որ ոչ, դա նույնպես նյարդային ասում է, բայց
Եթե այդպես չանեն, ոչ ոք լավ չի քշի։ Ես տենց եմ մտածում։ Вообще, հա, կյանքում թե ոնց եք տրամադրված։ Մարտական։ Մեքենան ինչ-որ խոտան տվեց փորձնական շրջանում։ Երեք էր փչացել, այսօր հələ որ ոնց որ թե լավ է։ Լրիվ ուղղվածա պատրաստ ենք։ Գնացինք։ Շահեն Սողոմոնյանն է, Շահեն Սողոմոնյանը։ Это пробный заезд. Пробка. Строй. Хорошее, боевое. Давайте вас увидим. Здесь тестинг. Շատ լավ եւ մարտական։ Մեքենան ինչ-որ խնդիր ունեցել է մինչև այս բանի փորձնական զայեզների։ Նորմալ է։ Հիմա պատրաստ է իդեալական։ Գնացինք, ձեզ հաղթանակ։ Նայեք, ցանկացած վարորդի ոգևորում ենք, որովհետև սա ընկերության մասին է, նաև մրցույթ է։ Պետք է հաշվի առնել, որ ցանկացած լավ խոսքը կարա այնքան ոգեշնչի, որ հաղթի։ Մեկ, ողջան, ողջույն։ Ոնց է։ Լավ։ Կարդանը սաղ լուծվել է։ Այսօր ինչ-որ խնդիր ունեցել է, փորձնականին նորմալ է։ Всё, հաղթանակ։ Առաջին մրցույթին Հովհաննեսի մեքենան մրցույթի ընթացքում կոտրեց կարդանը ու չկարողացավ շարունակել։ Այսօր արդեն ավելի լավ սարքած, ես գիտեմ, որ ավելի դիմացկուն լավ մասեր են տեղադրվել ու համոզված եմ մեքենան կմասնակցի մրցույթին, մենք էլ մաղթում ենք հաղթանակ, տեսնենք ինչպես է ամեն ինչը կավարտվում։ Մոդուլ, ուրնա մոդուլ։ Մեր հովանավորն է Նակոյլ ընկերություն իր մոդուլ ապրանքանիշով, որի խանութսրահներում դուք կգտնեք որակյալ յուղեր մեքենայի ու ցանկացած տեխնիկայի համար։ Եվ նաև մոդուլ։ Մենք միանշանակ գործ ենք տալի մոդուլը։ Մեր չեմպիոնը Լևոն Խաչատուրյան։
Վարջան, ձեր կարծիքը։ Հələ չեմ քշել, սպասի քշեմ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք առանց սահման հերթական թողարկումը, որը դրիֆտի մասին է, իսկ դրիֆտը այս անգամ կազմակերպել էին ինչպես եւ նախորդ անգամ SMG ակումբի տղաները։ Նախամրցութային բոլոր փուլերն ավարտվել են, այսինքն տրեյնինգի մասը ավարտվել է, կվալիֆիկացիոն փուլը նույնպես արդեն ավարտվեց, միավորները հայտնի են, զույգերը կազմվում են, րոպեներ անց սկսելու է հիմնական մրցույթը եւ մենք ականատեսը կլինենք հոյակապ action մրցույթի։ Երրորդ է 31 Ստիլ, դիմ, գազ, սկորեստ, ուգլ, այդ սաղ պետք է լինի, էլի, Ինչ որ փոփոխություններ եղել է այս ընթացքում, Այն առաջի էտապից, Հա, լիքը, օրինակ այն առաջի էտապը իրան գալիս էին, ստեղից էին պաստանովկա անում, ստեղ գալիս էին, սենց ֆռում էին, հետ էին գալի, նորից էին ֆռում։ Հիմա ստեղ չեն անում, այս դիմաց պաստանովկեն ստեղ են անում, էլ ստեղ չեն քշում։ Ստեղ մանջ են անում, շարունակում են այս կոնֆիգուրացիան ու նորից հնի մեջ։
տեղ կար, որ հետևից եկող իրավունք չուներ այդ մասը, կա էդի։ Հիմա էլ կա, եթե ուշադիր ես, այս 3 կոնը, 2 կոնը, առաջի կոնը նշանակում է 3, 2, 1, շոու։ Առաջինը տեղից պետք է մտնի։ Հասկացա։ Ոչ թե մտնի, արդեն կողքի պետք է լինի։ Հա։ Հիմա այսօրվա գլխավոր խնդիրը, որ այս գիծը, զոնա постановки называется, այս գիծը իրանք անցնեն արդեն Սանոսի մեջ։ Հա, թեք արդեն կադրում է։ Այո, դրա համար այստեղ կոնա դրած, որ ստեղից դու արդեն պետք է ինիցիացիա անես, որ կողքի մտնես։ Բոլոր զոնաները իրար հետ միասին 40 բալ են, բոլոր զոնաները, Touch Opposite, Inside Zone, բոլորը 40 բալ են։ Մնացած 60 բալը կիսվում է անկյուն, 30 բալ և ստիլ, 30 բալ։ Ստիլի մեջ մտնում է արագություն, ստաբիլնի տեմպ, Սամադաչը նշանակում է, որ դու աշխատում ես սիրուն լինի, ճիշտ լինի։ Շնորհակալություն այդ ինֆոն հստակեցնելու համար։ Մերսի շատ։ Գևորգ Հայրապետյան, Գևորգ Հայրապետյանը հանդիսանում է այս ամեն ինչի դուք բան եք, չէ՞, ոնց գլխավոր մրցավարի գլխավոր դատավոր։ Մինչ հիմնական մրցույթի սկիզբը կլինի պատվո շքերթը, որի ժամանակ բոլոր մեքենաները կգան, մի քանի շրջան կանեն, կկանգնեն մեր հյուրերը, ովքեր եկել են երկրպագելու կամ պարզապես իրեն ավտոսպորտը հնարավորություն կունենան գան անձամբ մեքենաները դիտելու, վարորդների ծանոթանալու ու 3:30, այսինքն կես ժամից կտրվի պաշտոնական հիմնական մրցույթի ստարտը։ Սիրում եք թե ինչ-որ ծանոթ ընկեր ունեք, եկել եք աջակցել։ Մասնակցել եմ ժամանակին, համ սիրում եմ, համ բոլոր քշողները մոտիկ են, ծանոթ են։ Սկսելուց ում վարելն է, որ մտածում եք հաղթական կլինի։ Կարծում եմ այսօր հրաշքն է լինելու առաջինը։ Հրաչը։ Իսկ անցածին եղել եք, տեսել եք։ Իհարկե։ Մտածում եք ես Անցածին հրաչը չի եղել։ անցածին հրաչը։ Անցածին չի եղել հրաչը, անցածին։ Հասկացա։ Իսկ դու սիրում ես մեքենա։ Ինքն է համոզել, որ եկել եք Ինձ այսօր։ թվում է այս գրածը հուշում է, որ այո։ Ու էլի BMW։ Ուրեմն հրաչ։ Շնորհակալություն։ Բարև ձեր անունը։ Տիգրան ջան, ծանոթ ունեք եկել եք այդպես երկրպագելու թե սիրում եք։ Չէ, ուղղակի սիրում ենք, հետաքրքրում ենք, փորձում ենք բարձրացնել մրցույթները։ Հասկացա։ Ունեք մեքենա, դուք վարում եք թե այդպես սիրելու։ Այո, BMW։ Այստեղ 90% BMW է գալիս։ Այստեղ եկել եք ուղղակի սիրում եք ավտոսպորտը, թե ծանոթ բարեկամ, տենց ընկեր ունեք, եկել եք երկրպագել։ Սիրում ենք սպորտը, մեկի մասնակցել եմ։ Դուք մասնակցել եք։ Չէ, չեմ մասնակցել, ուզում եմ մասնակցել, այսօր նայում ենք։ Հասկացա։ Իսկ մեքենա ունեք, տենց հետագայում կարող է դուք էլ միանաք Կարող է։ SMG-ին կամ Drift-ի մյուս ակումբներին։ Տեսնենք։ Փորձենք զրուցել կվալիֆիկացիոն փուլում ամենաշատ միավորներ վաստակած Լևոն Խաչատուրյանի հետ, ով նաև հանդիսանում է անցած փուլի առաջատարը։ Ուղղակի շատ մարդ է մոտենում, շնորհավոր։ Լևոն ջան, բարև ձեզ։ Փոքրիկ հարցազրույց, էլի։ Սենց կանգնեմ։ Քանի միավոր կարողացաք վաստակել։ Առաջի փորձից 90, երկրորդ փորձից բարելավեցինք 95 միավոր։ Դա մաքսիմալն է, չէ՞, այս փուլում։ Այո, այո։ Այն 5-ը որտեղ եք բաց թողել։ Ճիշտն ասած չեմ մանում, բայց ոնց
ավելի հասկանալի է, որ սուդյաներին վերևից ավելի պարզ եւ ավելի հասկանալի է լինում, թե ով ինչ սխալներ է կրկնում, ինչ սխալներ է թույլ տալիս։ Եթե միտը սխալվել եմ, որպեսզի 10 միավոր կորցրել եմ, երկրորդին շտկել եմ դերությունը։ Մաքսիմումը 100-ն է, չէ՞, այսինքն ընդհանրապես 5 է պակաս եղել։ Իսկ անցած մրցույթի համեմատ այս անգամ ավելի վստահ եք, որ կհաղթե։ Ոնց ինչպեսի զգացում եք։ Ոչ մի անգամ այդպես վստահություն չկա, ամեն անգամ նորովի ավելի լարվածությունը մի օր շատ, մի օր քիչ, բայց ինտրիգը միշտ մնում է։ Պարապմունքների ընթացքում ինչ-որ չեպեներ, լուրջ, տենց վնասվածքներ բան եղել է։ Չէ, այսօր միայն այսօր առավոտյան տես մի փոքր վթար ունեցանք եւ վերջ, ուրիշ Բայց չենք ունեցել։ ինքը տենց արտաքինից է եղել, այսինքն։ Այո, միայն զուտ տեսքին է վերաբերվում, մնացածը տեխնիկապես ոնց կայք տենց էլի անտերի վիճակում ենք։ Շնորհակալ եմ, դեռ հավելյալ բաներ չեմ ասի, որովհետեւ այս ամեն ինչ որ խոսում ենք, գոնք այս ժամանակ կարող ամբողջությամբ փոխվի։ Իհարկե։ Շնորհակալություն, շնորհակալ։ իսկ ուղղակի մի հարց էր հետաքրքիր, ձեր մեքենայի մեջ ինչ յուղ եք լցնում։ Միայն ու միայն մոդուլ։ Միայն մոդուլ։ Շնորհակալություն ենք այդ մոդուլ ընկերությանը առանց համանավորման հովանավորը լինելու համար։ Այժմ զրուցենք այսօրվա մրցույթին մասնակից Շահեն Սողոմոնյանի հետ։ Շահեն ջան, բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ Դավթյան, դուք։ Հոյակապ, կխնդրեմ պատմել ձեր քաղաքացիական մեքենայի մասին։ Toyota Supra, լեգենդար Toyota Supra, Farsage 1-ի լեգենդ։ Իսկ որ մեքենայով եք մրցում, ինչ մեքենա է։ Մրցում եմ BMW-ով 3-րդ սերիայի Mercedes 5 լիտր շարժիչով։ Տենց Որքան են գնահատում ձեր հաղթանակի շանսերը այսօր։ երեք մի քիչ ճիշտ ասած խնդիր ունեցա մեքենայի հետ կապված, այսօր այդքան բարձր չեմ գնահատում, բայց հնարավորինս կփորձեմ։ Եթե գաղտնիք չի, ինչ խնդիր ա եղել, այսինքն ինքը տենց Երեք թեթև բախում եղավ, բախման հետևանքով մի քիչ մեքենան էլ լավ չսկսեց աշխատել, ոնց որ թե խնդիրները լուծվել են, բայց ամեն դեպքում կվալիֆիկացիայի արդյունքները այդքան էլ իմ սրտով չեն, կփորձեմ հասկանամ ինչ կարա լինի բառնի դրիֆտում արդեն։ Եթե գաղտնիք չի, կվալիֆիկացիայի միավորը ինչքան է։ Վերջ ասեմ էլի։ Լավ։ 45 թիվը չենք ասել։ Լուրջ լավ է բացայտեցի, բայց դա այսպես ասած ոչինչ չի որոշում, որովհետև փորձը ցույց է տալիս մրցույթի ժամանակ ցանկացած բան կարող է լինել ճակատագրական ու հաղթի այն մասնակիցը, ով հավաքել։ Մենք մաղթում ենք ձեզ հաղթանակ բնականաբար ու ամենակարևորը անվտանգ երթևեկություն։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, զրուցում էինք Շահեն Սողոմոնյանի հետ, ով այսօրվա BMW-ի վարորդն է, մրցարշավորդը։ Համել SMG ակումբի համահիմնադիրներից մեկը։ Շնորհակալություն այվես ամեն ինչը սենց թույն կազմակերպելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք առանց սահման հաղորդման հերթական թողարկումը, որ այսօր նվիրված է դրիֆտին, իսկ դրիֆտը կազմակերպել են SMG ակումբի տղաները։ Գալֆ Արմենիայի մարքեթինգի թիմի ղեկավար Լիդիա Գրիգորյանը հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Մի քանի հարց։ Բացի այն, որ դուք հանդիսանում եք առանց սահման հաղորդման հովանավոր, դուք նաև այսօրվա մրցույթի երկու մասնակցի ոնց որ հովանավորն եք։ Ինչով է պայմանավորված, որ ավտոսպորտը որոշել եք տենց ներառել ձեր հովանավորչության մեջ։ Շնորհակալ եմ Դավիթ ջան հարցի համար։ Նախ ասեմ, որ ուրախ եմ այսօր գտնվել այստեղ եւ խոսել տեղային ավտոսպորտի զարգացման մասին։ Նշեմ, որ Գալֆը տարիներ շարունակ եղել է մրցուղու եւ էներգիայի խորհրդանիշ, աջակցելով ավտոսպորտի զարգացմանը համաշխարհային հարթակներում, հովանավորելով Ֆորմուլա 1 ավտոմրցաշարը եւ ինչու ոչ Հայաստանում այլ կերպ լինել չէր կարող։ Ես առաջարկում եմ մենք գնանք ավելի հանգիստ մի վայր։ Ինչպես նշեցի, որ կանգնելով երիտասարդ մարզիկների կողքին, նշանակում է կանգնել ոլորտի ապագայի կողքին եւ սա մեզ համար գիտակցված
ներդրում է տեղական տաղանդների եւ հայկական ավտոսպորտի զարգացման մեջ, այսինքն այդ հովանավորչությունը գիտակցված ներդրում է եւ կարծում եմ, որ սա վառ օրինակ է, թե ինչպես կարող ենք զարգացնել մի ոլորտ, որը որ իր մեջ ներառում է ուժ, տեխնոլոգիա եւ ինչը որ ամենակարևորն է, հաղթական հայկական հոգի։ Բնենց պոտոսխան տվեցիք, սիրտս լծվեց, միտքս կտրվեց, իսկ բացի դրիֆտը կան ուրիշ պրոյեկտներ, որոնք նույնպես դուք հովանավորում եք։ Դե մենք հովանավորում ենք առանց սահման հաղորդաշարը։ Այս տարվա ընթացքում հովանավորել ենք ընդհանուր ավտոֆեդերացիայի կողմից, Հայաստանի ավտոֆեդերացիայի կողմից նախաձեռնած գրեթե բոլոր մրցաշարերը եւ այս ամենը շարունակական բնույթ է կրելու, ինչ վերաբերում է ավտո ոլորտին, հա, այդպես։ Լիդիա ջան, այս պահին քանի լցակայան կա, որ գործում է։ Տվյալ պահին գործում է 8 լցակայան, շուտով կբացվի եւս մեկը մոտակա շաբաթների ընթացքում։ Հիշեցնեմ, որ մենք ունեինք վիդեո հարց Դավիթի հետ, ով մեր նախորդ բացման ընթացքում հարցում էր, թե որն է լինելու մեր հաջորդ մասնաճյուղը եւ ճիշտ գուշակողը կստանար վառելիք մեր կողմից։ Այդ իսկ պատճառով սպասում ենք ձեր կոմենտներին, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել, մինչեւ որ կբացվի հաջորդ մասնաճյուղը։ Հիմա չեմ ասում, թե որն է, շուտով բոլորդ կիմանաք։ Ընդհանրապես ասեմ, ովքեր տեղյակ չեն, Գալֆի բոլոր լցակայանում պարբերաբար գործում են ինչ-որ ակցիաներ, որոնց եթե հետևեք պաշտոնական էջերին, Facebook-ում, YouTube-ում, Instagram-ում, տեղեկացված կլինեք ակցիաներ ու հնարավոր է դառնաք այդ ակցիաներում մասնակից, հետագայում նաև հաղթող։ Ճիշտ է։ Իհարկե։ Ու կգտնեք որակյալ վառելիք, հեղուկ գազի ու բենզինի տեսքով։ Բայց որpիսի մեր օրը լիցքավորենք ու շարունակենք, առաջարկում եմ միասին այսպեսի համեղ հոտ-դոգ ուտենք, ինչ կասեք։ Я всегда за. Это самый лучший хот-дог в мире. Եկեք։ Եկեք, ուրեմն ես ես հյուրասիրը։ Չէ, ես կսի չեմ, ես Ես հյուրասիրը։ Ահա, սա է լավ, ես Ահա, գալֆերով։ Հիմա այսպես բացում ենք, ինք շատ հեշտ է աշխատում։ Սենց բացում ենք։ Օ, ինչպիսի տեխնոլոգիա։ Այո, տեխնոլոգիա, ասում ենք։ Տեխնոլոգի։ Հիմա ոտում ու կարծիք ենք հայտնում։ Չին-չին պիտի անենք։ Հա, չին-չին։ Այս պանրովներ, իմ ծիրածը։ Այո, սա հավինն է, նույնպես հոյակապ։ Հիմնական մրցույթը սկսված է, մենք գնում ենք նայելու, մեզ քանի որ անհրաժեշտ է ուժ է էներգիա, մենք հիմա կլիցքավորվենք Lit Energy։ Մեր գլխավոր հովանավորն է Lit Energy։ Էներգիա առանց սահմանների։ Իսկ որ սառնա, այլ ավելի ուժ է տալի։ Հիմա Շահյանի մեքենան խնդիր է տվել, մոտենանք փորձենք բարձել ինչ ա եղել, որտեղ ոնց հասկացամ 5 րոպե ժամանակ է խնդրել, որպեսզի խոտանը վերացնի։ Հələ մոտենանք։ Ինչ ա եղել շա։ Ռեմենը գցեց, փորձում ենք շուտ դզենք։ Այդ ինչի ռեմենն է։ Հիդրավլիկ, ջրի պոմպ, դինամո, սաղ։ Բայց запаса կա, կարելի է շուտ գցել։ Ունեմ տենց թեթև запаսի մի բան։ Բորտային համարով Հրաչ Մարտիրոսյանը եւ 23 բորտային Պետրոսյանն էին այս պայմաններում։ Ինչ որ բան սովորեցին այնպես չնա։ Ինչ էր եղել մեքենային։ Չէ, հստակ չպատասխանեց։ Հա։ Գոր ինչ ա եղել, հələ մի հատ դու ասա։ BMW-ա, BMW-ն չի փչանում։ Չէ, հանգեց, նորմալ է, լինում է, սենց դեպքեր էլ է լինում, որ մեքենա է, տեխնիկա է, կարապային ինչ որ
մի բան այն չլինի, հուսով եմ այս երկրորդը արդեն խնդիր չենք ունենա, դա Բայց տրեյնինգի ժամանակ sense բան չէր եղել, չէ։ ամեն պահի կարա լինի, չէ, տրեյնինգը լավ ենք անցել, հա։ Մեր գործի մեջ ամեն ինչ շատ կազմակերպված ու հավես է ստացվում, որովհետև մենք ունենք վստահելի գործընկեր։ Կապ չունի, մենք սարերում ենք, ասֆալտի վրա, լեռներում, անտառում, մեր տեխնիկական զինվածությունը մեզ թույլ է տալիս լինել ինքնավստահ։ Շնորհակալություն ենք հայտնում Garmin ընտանիքին, խելացից ժամացույցներ, լոկացիոն համակարգեր եւ ամեն ինչ մեզ տրամադրելու եւ դրանցով ապահովելու համար։
Աղաշխարն իմանա։ Ինչու պարտվեցիք։ Հետո տուերը կդնեք, Հա։ Նարեկի ասածով։ Ես այսօր փֆիկ եմ արել գործի մեջ ու լիտնե չէր տվել խմեմ դա։ Լիտը չէի տվե։ Նարեկ ջան, համեցեք ձեր կարծիքը։ Ձեր կարծիքը։ Ինչ ասեմ։ Ասա մոտեցեք ես ասած ինձ վեսան վստահ եմ զգում, չգիտեմ ինչ մե։ Վստահ չի, հա, ապա- եղբոր սխալ է։ Եղբոր սխալը շտապելն էր։ Շտապել։ Կա տենց իրականություն։ Բայց սա ընդամենը մրցույթ է, որ անցկացվում է ընկերական մթնոլորտում ու այստեղ բոլորը ուրախանում են, բոլորի հաղթանակով ու տխրում են պարտությամբ։ Մյուս անգամ բոլորին լիդ կտամ, որ այլ ավելի ուժեղ թեժ պայքար լինի։ Զապիս այլ է, նայ Всё, նոնա նկարվել է, իմիջիայլոց լիտը մեր գլխավոր հովանավորն է։ նոնա բարը։ Սկզբից լարվածություն կար, հիմա լավ քշեցիք, Իմ կարծիքով շատ պիտի կվալիֆիկացիայի բալերը ստանայի, բայց բացատրեցին, որ վերևից ուրիշ ձև է երևացել ու ինչն եմ սխալ արել։ Ընդունեցինք, թուլացանք։ ու վայելեցինք պահը։ Հա, շատ լավ զայեսդեր, սենց զայեսդեսոր չէր եղել իմ կարծիքով ու մի հատ է պիտի քշենք։ Իսկ կվալիֆիկացիոնը քան միավոր եք վաստակել։ 75-րդ տեղն էի կվալիֆիկացիայով։ Առավելագույնը- Հիմա էլ մինիմում 3-րդը ունեմ, Բայց պայքարելու եք առաջինի հա, համար։ եթե հիմա հաղթեմ կգնամ ֆինալ, կքշեմ Լևոնի հետ առաջին տեղի համար։ Հա, Կամ առաջին կամ երկրորդ հաղթելուց հետո։ Եթե չհաղթեմ, 3-րդ տեղ եմ արդեն։ Արդեն մրցանակային տեղ եմ, կարաք շնորհավորեք։ շնորհավորում ենք առնվազն 3-րդ պատվավոր հորիզոնականը։ Հիմա մրցելու եք Հրաչի հետ։ Հրաչի հետ, որովհետև մրցավարները համարժեք զայզներ են տեսել մեր կողմից
ու չեն կարողացել կողմնորոշվել, թե ով է հաղթում, նորից պիտի քշենք։ Եթե մի հատ էլ նույնը ասեն, ես երրորդ տեղ եմ կվալիֆիկացիայով, չէ, ինձ լավ է։ Եթե մի հատ էլ նույնը ասեն, ես երրորդ տեղ եմ կվալիֆիկացիայով, ես ոնց որ ավտոմատ կերպով կհաղթեմ։ Հա, այդպեսի բան կա։ Երրորդ OMT չի լինում։ Իսկ այս false start ասածը դա ոնց Մի հատ հնարավոր է false start լինի, եթե երկրորդն էլ լիներ, արդեն կհաղթեի միանգամից։ Իմ կողմից չէ false start-ը։ Դա թույլատրելի։ Start տվեցին, հրաչիչ չեկավ ինչ որ խնդիր կար մեքենայի հետ, մի անգամ false start կարա լինի, բայց երկրորդ անգամ չէ, բայց լավ էր որ եղավ false start։ Դուք էլ հասցեցիք շունչ քաշեք, պատրաստ Չէ, այնտեղ սխալ էի արել այդ պահին արդեն, չէի տեսել որ չի գալի հրաչը ու շատ վատ սխալ էի արել։ Կոպիտ եմ որ արդեն կարայի գնայի երրորդ տեղ։ Ինձ մի բան այդտեղ սաղաբարտով, երբ որ վարում ես, լսողություն ընդհանրապես կա։ Իդեալական է, ոչ մի տարբերություն չկա, սաղավարտը տալիս է ապահովություն ինձ մի քիչ։ Շնորհակալություն։ Sergey, այս բանին These guys, let's have it. Մենք եզրափակիչի մոտ ենք, եզրափակիչ են անցել Լևոն Խաչատուրյանը, Սերգեյ Սաֆարյանը, հենց հիմա վարկյաներ անց սկսելու են նրանց պայքարը, ասեմ, բայց մինչև այդ բավական թեժ ու լարված պայքար ստացվեց Սերգեյ Սաֆարյանի ու Հրաչի միջև, որովհետև սովորական զայեզդով չորոշվեց ով է հաղթողը, երկու հավելյալ զայեզներից հետո նոր մրցավարական խումբը կարողացավ որոշել ով է հաղթողը։ Հիմա ես մեր օպերատորը այնտեղից հիմա ստարտը լինելու է, ես գալիս եմ հետ, արի։ Անվտանգությունից ելնելով մենք հետ ենք կանգնում։ Ուրեմն եզրափակիչը սկսում է, առաջի վարողը լինելու է Հրաչը, ներողություն, Լևոն Խաչատուրյանը, հետապնդելու է Սերգեյ Սաֆարյանը, տեսնենք ով կհաղթի։ Իսկ մենք ստարտը տրված է, սա եզրափակիչն է։ Գնացի։ Շատ լավն էր, ընդամենը 1 մետր հեռավորությունից ինձ մոտ իմ առջևով անցան մեքենաները, ես ինչ է։ Հիմա տեղերով փոխվեցին, առաջը լինելու է Սերգեյ Սաֆարյանը, հետապնդելու է Լևոն Խաչատուրյանը, տեսնենք ով կհաղթի, որս ինչ էր, դուք ուղղակի առանց սահմանը
չգիտեմ, կարող չեք, այսինքն չեք դա, չհասկացա։ Գոնե բաժանորդագրվեք, հետևեք նայեք, որ սա բաժանորդեք, իսկ էլ ավելի լավ է, որ տեղեկացված լինեք, կարող եք գալ այստեղ ու անձամբ հետևել այս ամեն ինչի։ Ես իջեցնեմ, դուք դիտում եք SM ջահակումբի կողմից կազմակերպված դրիֆտի երկրորդ մրցույթը։ Վերջին մրցությունը, վերջին շրջանը։ Տեսնենք ով կհաղթի։ Ես ինձ սենց ուժ եմ տալիս։ Գնացինք, մեկնարկը տրված է։ Սակը, այո! Կարծես Լևոն Խաչատուրյանը մի քիչ հետ մնաց։ Հեռավորությունը թույլատրելից, այդ թույլատրելից չի, սորականից մի քիչ շատ է։ Փոքրիկը բում և վերջ։ Եղա փոքրիկ հարված է այստեղ փոքրիկ հարված, ես չեմ ասի ով հարված է, որտեղ կոմպետենտ չեմ։ Այո, նախորդ մրցույթին առաջին տեղը գրավել է Լևոն Խաչատուրյանը, Սերգեյ եղել է երկրորդը։ Հիմա հնարավոր է լինի հակառակը կամ արդյունքը կրկնվի, ուղղակի երրորդ տեղում արդեն Հարութի փոխարեն լինի Հրաչը։ Տեսնենք հիմա մեր մրցավարական խումբը վերևում քննարկում է, ով է հաղթել, ով բայց այդ ինչ է։ Ում ներկայացնեմ իմ ընկերոջը Ամերիկայից, ով որ այս վերջերս է եկել։ Նարեկ Սողոմոնյան, King Drift Հայաստան, չեմ սենց ամաչիկ ասեմ, որովհետև երբ որ Նարեկը դրիֆտ էր քշում, մենք սենց երեխա էինք ու գնում էինք նարկելնի մի հատ նստենք կողքդ, ու առաջիններից մեկն է եղել, ով որ այս ամեն ինչը իմ մեջ ոնց որ սեր է արտնասել։ Այսինքն ուսուցիչ։ Ընկեր։ Սպասիբո ուչիցը։ Հա, բայց այսօր ինքը իմ սպոտերն էր, այսինքն դրիֆտի մեջ կա, չգիտեմ աղբերս էլ է։ Ես վացի մեծ ասում ասի, մեկը չգիտեմ։ Ապրես, աղբերս։ Երիտասարդները, երեխաները գալիս են ոգևորում են գնացի։ Հա, երիտասարդները գալի ոգևորում։ Իսկ թողեցիք աղբերս։ Գլնի խոսամ։ Նարեկը իմ սպոտերն է եղել այսօր, այսինքն ինձ ուղղություն է ցույց տվել, այն ինչ որ ես չեմ կարող ավտոմեքենայի ներսից տեսնեմ, Նարեկը դրսից տեսել է, ինձ խորհուրդն է տվել ու իր խորհուրդների շնորհիվ է, որ այսքան հասանք մենք այս փուլին ֆինալ։ Նարեկ ջան, ձեր ընկերը արդարացրեց։ Բավականին։ Արեց լավագույնը ինչ որ կարար աներ, մնացածը թող արդեն մրցավարները ասեն։ Ըստ ձեզ առաջի թե երկրորդ տեղ։ Կլռն։ Թողեն մրցավարներին։ Ինտրիգը պահում ենք մինչև վերջ, որովհետև րոպեներ անց մենք իմանանք, որ հաղթող է ճանաչվել։ Հելո Մարթա, հելո, ես չեմ։ Ես լիշտո։ Իմը ուրիշ է։ Ես հենց ձեր կողքը կգամ։ Ահա։ Այսօր մեր զուժ է տվել։ Առանց սահման։ Հիմա ես եմ հաղորդումը վարում։ Այո։ Դավիթ ջան, ինչ կարծիք եք։ Փոխել եմ մասնությունս։ Ինչ կարծիք ունեք առասարակ հայկական դրիֆտի մասին։ Ուրեմն ասեմ, նախ ուզում եմ SMG ակումբին շնորհակալություն հայտնել Հայաստան մեծ ամեն ինչը զարգացնելու համար, սենց միջոցառումներ կազմակերպելու համար, որտեղ ճիշտ է, դա արվում է մեծ մասամբ սեփական միջոցների հաշվին, բայց դա ինչ-որ լավ բանի սկիզբ կարա դառնա։ Դա էնտուզիազմի շնորհիվ է, որ մենք այս ամեն ինչը ունենք։ Այդ էնտուզիաստներից մեկը Սերգեյ Սաֆարյանը, ով հնարավոր է, չնայած սենց այնց մրցարական տեղ է գրավել, բայց սպասենք պաշտոնական տվյալներին։ Հաջորդ գործընկեր առանց սահման նախագծի համար առանց սահմանից ով է գալիս։ Եկեք։ Շնորհակալություն առանց սահմանին ծափահարեք։ Հարցր ծափահարություններով պատվոգիր տրվում է Լևոն Խաչատուրյանին SMG ակումբի կողմից դրիֆտի մրցաշարի որակավորման փուլում առավելագույն միավորներ վաստակելու համար։ Լավ շփտա։ Ով ասել է, ասել է։ Եվ Երկրորդ տեղեցին է։
Երրորդ տեղը, ինչպես արդեն գիտեիք, այսօրվա մրցաշարում զբաղեցրել Հրաչ Մարտիրոսյանը Հրաչ ջան, խնդրում եմ մոտեցեք եւ երրորդ տեղի համար բացի մրցանակից կա նաեւ գլխավոր գործընկերոջ CPS-ի կողմից 100 լիտր բենզինի կտրոն, հիմա մենք այն կփոխանցենք, շնորհավորեք, ծափահարեք Հրաչին։ Եվ մի քիչ լարված տանենք, լարված ստերենք։ Հիմա եթե ասում են ով է երկու ավտոմատ բարձրում անունը և այսպես SMG ակումբի կողմից դրիֆտ մրցաշարի առաջին փուլում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Սերգեյ Սաֆարյանը, Սերգեյ ջան, Նաև CPS-ի գլխավոր գործընկերոջ կողմից 200 լիտր բենզինի կտրոն ծափահարություններ CPS-ի ևս և գաղթիկներ չունենք Լևոն Խաչատուրյանն է հաղթել այսօրվա առաջին տեղը Ջրեք Լևոնին։ Պատվոգիրն ես տամ և CPS-ի կողմից Լևոնը ստանում է 300 լիտր բենզինի կտրոն, ծափահարեք մեր մրցանակակիրներին, ծափահարեք բոլորին, այսօրվա Էս պետք է։ Շնորհակալություն բոլորիդ ներկա գտնվելու համար, մենք դեռ կհանդիպենք։ Խաչատուրյան արի։ Արի էլ չենք ջրի, արի։ Էլ չենք ջրի։ Ավարտվեց բավականին դժվար ու ծանր պայքարից հետո ավարտվեց SMG ակումբի կողմից կազմակերպված դրիֆտի երկրորդ մրցույթը, հաղթեց Լևոն Խաչատուրյանը, երկրորդ տեղը գրավեց Սերգեյը, երրորդ տեղը Հրաչը։ Մենք կարծես թե այսքանով ավարտում ենք։ Հիմա քանի որ բավական հոգնած ենք, պետք է հավաքվենք, վերադառնանք քաղաք, մի քիչ կթարգմանանք մեր գլխավոր հովանավոր լիտ էներգետիկ խմենք, կհավաքենք մեր բոլոր իրերը ու ճանապարհ կընկնեմ։ Իսկ մենք ձեզ այսքանով ասում ենք շնորհակալություն, որ դիտեցիք, շնորհակալություն, որ եղաք մեզ հետ։ Ձեզ հետ էր Առանց սահմանը, ես Դավիթ Ռակուրս եմ, ձեզ ասում ենք միշտ որ հանդիպում, գնացինք։ Մեկ էլ, եթե դեռ չես բաժանորդագրվել, բացմի թող հնարավորությունը մեզ YouTube-ում, Facebook-ում եւ Instagram-ում։ Եկել եմ խրախուսելու։ Ինքն է համոզել, որ եկել եք այսօր։ Դե ինչ, նայենք։ Նայենք,